ամուսինս շատ զբաղված մարդ է սկզբի ժամանակները զգում է որ խանդով է դրան նայում ասենք եթե ասեի այս կիրակի սարն բարձանալու հնարավոր է գնանք չգիտեմ որ խորված անելու գնանք ես այստեղ այնտեղ ես ինչ ասում եի չէ ու առաջ անգամ էլ որ պետքա գնայի իրոք փորձություններ այդ նկարս պահպանել եմ ապացույց այդ արալերան առաջ երկրորդ տարին արդեն 55 տարեկանում որ էլի պետքա փորձվի կարողանում եմ բարձրանալ թե չէ էլի ամուսինս ասեց դու չես կարողանալու ինչ ես գնում բեր ասեցի գիտես ինչ եթե մեռնեմ գնալու եմ ու ինչ ոնց որ Աստված ինչ փորձության ենթարկեր նոր իմպլանտներ եմ արել ատամներս ու վերևից գլխարկ պետք է հանեմ անենց ընկա այդ ատամները սենց շուրթս դարավ սքանարունը թափում էր ծունկս նենց խփեցի չէի կարողանում քայլել ու ես մտածեցի դե հիմնականում իմ հետ ոնց որ Աստված այդպես կատակներ անում եթե ես ասում եմ ես ինչ է լինի անելու եմ Աստված ինձ ենթարկում է փորձության ասում անելու ես ու իրոք այդ ժամանակ հիշեցի որ Դավիթին ամուսնուս տենց եմ ասել էլի որ ինչ է լինի ես գնալու եմ որ մեռնեմ գնալու եմ սենց շուրթով գնացել եմ որ Գևորգս նայում է մի քիչ մթնշաղ է այս ինչ է եղել այն քո հետ ասցի սպորտություններ եմ ենթարկում ու գնացի ծունկս այդ ինչ ահա որ էր ցավում արալերը գնացի աղջկաս կրասովկեքով որը ես ինձ ձևեր են ինձ սխլիկ էր ու ցեղ որ մի հատ հանկարծ սղում էի ոտս գնում էր ես չէի կարող ուղղել այդ ծնկիս արվածից բայց դա ասում եմ իմ առաջ փորձություններ ու ես երջանիկ էի որ համ գագաթասը համ իջա որ ասենք ասում էին վայ Կարնեն ընկավ ես նույնիսկ վատ եմ զգում որ դա իրանք տեսնում են որ ես ընկա Գևորգը վազում է օգնության ասում է պեչի ես գիտեմ ոտքս խփել եմ դրանից վերջ այդ անցավ ու ես կարողացա գնալ այդ ժամանակ բարդ էր ու Աստղիկի խոսքին ավելացնեմ ես այդ ժամանակ անընդհատ էի կռիվանում ասում եմ 50+ արշավներ կազմակերպեք էլի ես իրանք լնային ինչ տոկուն ինչ ուժեղ կարողանում են իսկ ես հազիվ եմ բարձանում շունչս չի հերիքում սիրտս արագ աշխատում չգիտեմ ես իրոք երազում էի 50+ խումբ լինի որ լեռներ գնան եթե մտածենք լեռներ սիրելու դա նոր հասունացող տարիքի սեր էր որ երկրաբանությունը շատ ձգում էր բայց դե բնականաբար եթե ես հիմա 64 տարեկան եմ այն ժամանակ իմ հայրիկը այն ժամանակ խստիվ դեմ էր դրան թե ինչ հիմար ցանկություն աղջկա համար լեռնել բարձրանալը հա երկրաբանություն լեռներ որ պետքա գնաս գիշերակացով խարույկներ վառենք նստեք կողքը տաքանակ դա ինչ կնոջ աշխատանք է եւ այլն բնականաբար մեջդ խեղդում է ցանկությունը իսկ երբ որ արդեն մեծանում տարիքը քո կյանքը փոխվում է քո ընտանիքի անդամների ամեն ինչ հետ կապված երբ որ փոքրիկ թորնիկս էլ գնաց մանկապարտեզ արդեն հաճախեց ես այդ պահին զգացի որ ես ազատ եմ ես կարող եմ անել են ինչ ուզում եմ միշտ մտածել եմ աշխատելու մասին որովհետև առաջի հղիրանալու օրվանից հետո չեմ աշխատել մինչև երևի հիմա վերջերս ու մտածեցի քանի որ մասնագիտությամբ բիոքիմիկ եմ ավելի հարազատ տեր ու ավելի մասնագիտությանը մոտ կոսմետիկական միջոցների արտադրություն հիմնել բայց թորնիկներս ընքան շատ են ժամանակը ստանում որ ստացվում է որ ես արտադրում եմ պատրաստում եմ միայն իմ ընկերների ու աղջիկներիս համար ընկերուհիների տենց ու ամենակարևոր բանը երբ որ հոգիդ թռնում է դու ազատ ես գիտես արդեն ժամանակ ունես իրանք երեխեքը մեծացել են ու դու պետք է իրանց ազատ թողնես ու զգացի որ իմ երկրաբանությունն է ուղեղից գալիս ու ես իմ հին երազանքը Մասիսը դե բնականաբար անհնար բան է գուցե արագած փորձենք բարձրանալ
ու երբ որ առաջարկեցի ինձ ասեցին, որ Արևի Գևորգը կազմակերպում է Մասիս գնալու տարբերակ, դա ասենց երազանքի նման մի բան էր, վատը նա էր, որ ես արդեն 54 տարեկան էի այդ ժամանակ, ես մտածեցի, նույնիսկ չմտածեցի, որ ես դա չեմ կարողանալու անել, իմ համար այն որ Մասիսը երազանք էր, անհաստ Փարքի ճամփա, անհաս Մասիս Արարատը հնարավոր է, որ ես ոտք դնեմ, դա նենց մի էներգիա տվեց, որ ընկերուհուս հետ որոշեցինք, դիմեցինք, գնացինք իր հետ փորձնական վերելքի, իսկ ես շատ վաղուց լեռներ չէի բարձացել ու արա լեռենք բարձանում, ընկերուհիս է քաշով մի քիչ ավելին է, իր համար մի քիչ ավելի բարդ էր, արդեն հիմա ես գիտեմ այն ժամանակ ուր էինք ասել Արալերը 4 գագաթներ ունի 4-ն է տարբեր իհարկե ես իմ արթիմետրով եմ չափում գիտեմ ընդ մետախիա դրոշկա դա է ամենաբարձր գագաթը փաստորեն մենք համարյա գագաթ ենք ասել մի քիչ էր մնացել ընկերուհիս հերվում ոտքը ոլորեց մի խոսքով մենք չկարողացանք բարձրանալ Արայի գագաթ Դա առաջին փորձն էր։ Դա առաջին փորձն էր 54 տարեկանում։ Հետո այդ խմբի ղեկավարը, որ Գևորգը ասեց, եթե մարզվեք, դուք կկարողանաք, ցավոք ձեր ընկերուհին քիչ հավանականա չի կարողանա։ Ու դա իմ համար ոնց որ դավաճանությունն էր ընկերուհուս, որ ես պետքա գնամ, բայց ցանկությունը այնքան մեծ էր, իրան խնդրեցի ասացի, երազիկ ընկերուհուսան ասացի, եր կարամ ես մենակս փորձեմ բարձրանալ դե ինքն է բնականաբար ինքն է իմ նման հարենասեր Մասիս ասած կար եթե բարձրանաս նույնն է որ ես եմ բարձացել ու սկսեցի մարզվել տենց Փաստորեն մոտ 10 տարի արդեն 11-րդ տարին արդեն նայեք հաջորդ տարին արդեն Այդ 13 թիվներ 14-ին ես անընդհատ ամեն օր կասկադե բարձանում վերջի անգամը 10 անգամ եմ բարձացեի չէ ու ստացվեց ճիշտ է ես բարձեցի բարձր գոտում բարձեցի որ իմ մոտ կա լեռնային հիվանդություն թթվածնի պակասը շատ ծանր եմ տանում բայց իմ նպատակը այնց էր որ ես ասեցի եթե մահանամ Արարատի վրա եմ մահանալու բայց թե Բայց հիմա եթերում եք արդեն Գնացի էնդոկրինոլոգի մոտ տախիկարդիա հաճախ եմ ունեցել միշտ եմ ունեցել ասեցի կարող է դա խանգարի եւ այլն դեղ էր նշանակեց դեղը խմեցի զանգեցի ասեցի այդ նշան ես եթե սար չուզենայի գնալ ես ձեր մոտ չի էլ գա ես չի էլ պարզի որ ես վանաձև գեղձի խնդիր ունեմ ախր ինչ դեղ եք նշանակե որ ես դժվարանում եմ կասկադ բարձանալ ինչի մասին Արարատես ինչ նշանակեցիք բայց եթե արդեն խմել եք վտանգավոր է դադարեցնել է պետք է շարունակեք հիմա էլ չգիտեմ ինչ դեղ խմեք ես ասացի հոп ես չեմ խմում ոչ մի դեղ իմ օրգանիզմը ինձ կենթարկվի ես ոչ մի դեղը չեմ խմելու ոչ մի դեղ չեմ խմել ու ինչն էր փոփոխությունը այդ անալիզի արդյունքները մինչև այդ ես հիշում եմ լաբորանտի արտահայտությունը որ բերեց ասեց կներեք ես կրկնակի եմ արել բայց տվյալները էսա շատ բարձր թիվ էր որ հիմա չեմ հիշի կարողա պետքա նորմալ լիներ ասենք մինչև 1.6 կամ ինչ որ այդպես մի բան իմ մոտ 15 էր ինքը ներողություն էր խնդրում ես դուրս եկած կարող եմ մեռնում եմ ես չգիտեմ այդ մինչև Արարատը հա այդ մինչև Արարատից հետո երև 2 տարի հետո ես անալիզներ եմ տվել ամեն տարի դրանք իջե հիմա նորմայի մեջ են արդեն անկեղծ ասեմ ինձ սերն է տանում լեռներ բայց արդյունքը շատ տարբեր է ինքնագնահատականը դա բարձանում համարձակությունը կայացածնելը